Հիմա այս ամենին գումարվում է Իրան, Սիրիա էսկալացիան։ Մենք չգիտենք, դա արդեն անմիջական մեր հարևանությամբ է տեղի ունենում։ Իրանի դեպքերը, Սիրիայի, նախ ուզում եմ հարցնել, Սիրիա-Իրան դրանք փոխկապակցված process-ներ են, թե Սիրիա-Իրան փոխկապակցված process-ներ են, թե չէ, դա ինձ թվում է մի քիչ բաց աղբյուրներով ելնելից դժվար չի լինի պատասխանել այդ հարցին, համ էլ այդ ավելի մի քիչ քաղաքական էլ հարց է, իմ գիտելիքից մի քիչ ավելի դուրս, բայց հետաքրքիր է, որ նույն ժամանակ է կատարվում, բայց պետք չէ մոռանալ, որ Սիրիայում անդադ մի բան կատարվում է, նենց չի, որ ինչ-որ շատ կարճ, բավականին կարճ ժամանակ մի քիչ ավելի հանգիստ է։ Թուրքական ներկայությունը բացահայտ։ Հա, Սիրիայի հետ կապված այստեղ մենք մենակ կարող ենք արձանագրել, որ պետականություն մեկը դեռ այնտեղ չկա կամ շատ թույլ է, էլի, երկիր չի դեռ Սիրիան իր սահմանների մեջ։ Իսկ Իրանի պահով թե մենք էլի օրինակ Ռուսաստանի դերն է հետաքրքիր, չեմ կարծում, որ Վենեսուելայից այդքան շատ կտարբերվի, եթե ուղիղ ինչ-որ մեծ պատերազմի մասին խոսքը գնա, ռեսուրսներ չկան, ռեսուրսները սա Ուկրաինայում են ու բացի դրանից ձևել չկա այդքան լավ ինչ-որ լոգիստիկայի կամ ինչ-որ լուրջ քանակների զենք զինամթերք ուղարկելու։ Հիմա ինչ-որ օգնություն ցուցաբերում են, բայց այն ինչը որ Իրանը կարացել է գնել այս վերջի կես տարվա մեջ, դա մեկը անհամեմատ քիչ է ավելի ու անորակ նրա հետ, թե իրենց դեմ է։ Այսինքն նորից կանխատեսելի է Իրան-Իսրայել բախումը։ Կարծում եմ, որ հիմա կարող է եւ Իսրայելում օրինակ որոշեն չխառնվել եւ նայել թե ինքն իրան ինչ այս process-ների հետ ինչ կլինի, որովհետեւ եթե հիմա օրինակ հարված են, կարող է հակառակ էֆեկտ ունենա օրինակ հակառակ ռեժիմին օգնի, որ պատերազմի ժամանակ ինչ դեմոնստրացիա կամ պրոտեստ դրա դժգոհություն դրա համար ես վերջում իրենք են որոշելու բնականաբար, բայց կարծում եմ, որ այս պահին դեռ տենց չի ասի, որ պատերազմը մոտակա ամսվա մեջ 30%-ից ավելի բարձր հավանականություն ունի 20%-ից։ Պատերազմ ասելով անպայման չի, որ սահման հատեն էլի ինչ-որ վերջի անգամվա նման ինչ-որ մի պատմություն մոտավորապես։ Դե այդ կոնտեքստում շատ է ակնարկվում Ադրբեջանի հավանական օգտագործումը ընդդեմ Իրանի։ Բնականաբար հաշվի առնելով նաև այդ էթնիկ ֆակտորը երկու երկրների բնականաբար ինչ-որ չափով դա կատարվում է ու միշտ էլ կկատարվի, հետախուզական խմբերը իսրայելական գտնվում են Ադրբեջանում, դա ինձ թվում է մեծ գաղտնիք չի ոչ մեկի համար, թե ինչքանով ակտիվ հենց օրինակ հարվածին այդ հարվածներին Ադրբեջանի տարածքը կօգտագործվի, այդ հարվածների համար ինձ թվում է, որ Ադրբեջանը երևի ամեն ինչ կանի, որ դա չլինի իրանց տարածքից մասսայական գոնե, բայց ոնց կլինի, էլի մենք այսօր 100%-ով ասել չենք կարող, բայց գոնե սենց ասենք ինչ որ շատ մեծ ռեսուրսների տեղափոխում Ադրբեջան, ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից այսօր չենք տեսնում այն չափի, որ դա ինչ որ համեմատելի լինի նրա հետ, թե ինչ ուժի հարվածներ կարող են։ Բայց կա տեղեկություն, որ զինում են Ադրբեջանը։ Դե զինում են վերջի 10 տարին Ադրբեջանը, Իսրայելը։ Հիմա Ադրբեջանն են զինում, ստիպեն Ադրբեջանը մասնակցի պատերազմին Իրանի դեմ, մի քիչ ճիշտ ասած դեռ ես դժվար եմ դա պատկերացնում, հենց ուղիղ Ադրբեջանը մասնակցի։ Դե ուղիղը, այո, դժվար պատկերացնել է, բայց օգտագործել ադրբեջանական կոնյունկտուրան այստեղ։ Դե հիմա օրինակ անցած անգամ այդ
ոնց էր պլանը իսրայելական բավականին խորը մտած հետախուզական խմբեր տարբեր դրոններ էին օրինակի համար բերել հենց Իրանի տարածք եւ այնտեղից իրենք շատ մոտիկից հարվածեցին հենց հակաօդային պաշտպանության օբյեկտների սպանեցին բարձր պաշտոնյաների հիմա ով կարա ասի որ երկրի տարածքով այդ ամեն ինչը արվել եւ այդ դրոնները սկզբից ուր են բերել հիմա դա կարող է Ադրբեջան լինի օրինակի համար Իրանի արտգործնախարարության պատվիրակությունն է Երևանում այսօր փոխարտգործնախարարը այս իրադարձություններն են բերել Երևան հետաքրքիր է Չեմ կարծում, որ մենակ սրա մասին խոսքը լինի, ճիշտն ասած, չեմ բաց ասեմ, չեմ տիրապետում, երբ է պլանավորված եղել այս այցը, շատ կարող է, որ կես տարի առաջ էլ պլանավորված լինի։ Բավականին մենք հաճախ ունենք Իրանից հյուրեր, մեր դելեգացիաներն էլ են շատ հաճախ գնում դրա համար ուղիղ կապ կարող է եւ չլինի, բայց կարծում եմ, որ ինչ որ չափով այս իրադարձությունների մասին էլ կխոսեն բնականաբար, բայց Իրանի ու Հայաստանի մեջ ահագին երկկողմանի քննարկելիք էլ շատ կա։ Իրանում իշխանափոխությունը ինչքանով է հավանական դա քիչ առաջ նաև Մոսկվայի հետ էինք խոսում հավանականությունը մեծ է ասում են Ռուսաստանի վերլուծաբանները բայց մեզ հետաքրքիր է այս մթնոլորտի փոփոխությունը մեր անվտանգային սեգմենտի վրա ինչպիսի ռիսկեր է առաջ բերում Լավ է որ ինձ պետք չի պատասխանել այդ հավանականության հարցին գոնե դեպ հասկանալի Իրանը շատ լավ պետք է հասկանալ դրա համար ներքին իրավիճակը առանձին դժվար ինձ թվում է առարկա է բավականին եթե խոսենք սցենարներից բնականաբար Հայաստանի համար շատ վատ կլինի եթե դա լինի ինչ որ երկրի դեզինտեգրացիա ինչ որ քանդվել կամ ինչ որ մեծ պատերազմ երկրի ներսում քաղաքացիական այդ ամեն ինչը Հայաստանի շահերից ոչ մի ձևի չի բխում ու այստեղ Եթե արտաքին ռիսկեր էլ մենք որևէ չունենանք այդ ժամանակ, դա տնտեսական բավականին լավ գործընկեր է Հայաստանին, լոգիստիկ մի կարևոր ճանապարհ է Հայաստան դեպի, որը չի գործի այդ դեպքում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն տուժի այդ ամենը։ Ես չեմ կարող, ես ասում եմ, եթե չտուժեն ու ոչ մի խնդիր չլինի, դա ամենալավ պարագայում մեկը դա շատ մեծ խնդիր է Հայաստանի համար։ Փախստականներ, ինչ ասես, դրա համար 100%-ով կարելի է ասել, որ Հայաստանին ոչ մի ձևի պետք չի, որ այնտեղ տենց ինչ որ վատ process-ներ լինեն պետականության փլուզում, դրա համար մենակ կարելի է ասել, որ Իրանի ժողովուրդը եւ ղեկավարությունը լավ կլինի, որ ամեն ինչը խաղաղ ձևով որոշեն, ոնց է լինելու։ Հայաստանին մենակ դա է պետք, ուրիշ ոչ մի բան։ Ով կլինի, ոնց կլինի, երբ կլինի, այդ որ ամեն ինչը առանց երկիրը պետության քանդվելու լինի։ Հայաստանը ձմեռային զորակոչ է սկսել։ Այո։ Եվ ասում են լավ է ընթանում։ Ավելի լավ քան Ավելի լավ թե ոչ դեռ չեմ կարող հաստատել, բայց դա նաև կապված է նրա հետ թե այդ տարին ծնելիությունը ինչքան է եղել եւ քանի հոգի լքել է։ Հիմա գնացողները արդեն 1.5 տարի են։ Հա։ Կարծում եմ, որ 1.5 տարի բնականաբար ինչ որ մարդիկ ավելի քիչ կվախենան 1.5 տարուց, ես միշտ ասում եմ, որ ես ավելի կողմնակից եմ դեպի 1 տարի շարժվելու, այդ ժամանակ իսկականից ահագին մարդ էլ Հայաստանը օրինակ կարող է չլքի նրա պատճառով, որ բանակից ուզում է խուսափի։ 1 տարին դա շատ տարբեր թիվ է արդեն 2-ից եւ դա կա տենց փորձ տարբեր երկրներում այդ փոփոխությունը իսկականից գալիս է։ Ադրբեջանն էլ է իջել ինչքան գիտեմ։ Հա։ Ադրբեջանում 1.5 տարի է, մեզնից շուտ իջացրեցին, բայց Ադրբեջանում մարդ ավելի շատ է բնակվում, դրա համար խնդիրը ավելի հեշտ է լուծվում, այնտեղ ավելի ուրիշ բաներ էլ կան, օրինակ եթե համալսարան ես ընդունվել 1 տարի է դրանից հետո տենց տարբեր
նույնը չի բոլորի համար։ Մեր պարագայում լավ է, որ պայմանագրային զինծառայող վերջի 2 տարվա մեջ, հատկապես վերջի տարվա մեջ շատ մեծ քանակի ստացվեց բանակ բերել, մեծ մասամբ այդ պաշտպան հայրենաց ծրագրով, որ կես տարի ծառայությունից հետո շարունակում եք 5 տարվա պայմանագիր, դրա համար ստացվեց այս փոփոխությունը անել։ Ասում եմ, մյուս քայլը իմ կարծիքով նա է, որ այսօրվա պայմանագրային զինծառայողների քանակը 2 անգամ էլ աճի ու 1 տարի դառնա, ասենք 3 տարվա կտրվածքով կամ 4։